այս պաշտամունքները, որ Տիրոջ ներկայությունը լինում եւ Սուրբ Հոգին իր գործ անում մեր ներսում երիտասարդություն։ Եվ ես կուզեմ այսօր մի քիչ մենք զրուցենք խոստովանության վերաբերյալ։ Բայց շատ կարևոր է ինչպես է այս խոստովանությունը անում եւ ճիշտ խոստովանության ձև ինչպիսին, այսի շատ կարևոր է։ Երիտասարդներ չէ։ Օրինակ տեսեք Տեր Հիսուսը դրա վրա էլի շատ կանգառում էր, չէ։ Օրինակ ասում է փարիսեցին եւ մաքսավորը տաճարում աղոթք էին անում։ Մենք նայում ենք, տեսեք, մաքսավորը աղոթք էր անում, ասում էր Տեր ների մեղավորես։ Բայց բաներ էր եկել տաճար աղոթք էր անում, բայց Տեր ասեց նա ավելի արտարացած գնաց իր տունը։ Եվ ինչ բանա խոստովանություն, այսինքն գիտակցել քո արածը, հասկանալ քո սխալը, զղջալ, խոստովանել։ Սպասավորի մոտ է ինչ-որ հանցանք ես գործել, սպասավորի մոտ խոստովանություն անել, ճիշտ ներկայացնել քո արարքը։ Երբ մարդը տեսնում իր սխալը, սա շատ կարևոր է։ Տեսեք, առաջի կետը, որ ես կուզեմ ասեմ, որ մարդը տեսնի, որ ինքը մեղավոր է։ Դա լինում է, որ մարդը մտնում է Աստծո ներկայության մեջ։ Մինչև դու Աստծո ներկայության մեջ չես մտնում, դու կարող ես բաներ պատմես։ Գիտես, որ դա սխալ է, ուղղակի խոստովանում ես ապահովության համար, ասես ասեմ, որ դժոխք չգնաս։ Տերը փարսեցին էլ ասես, չէ, ասես վայ ձեզ, ով իմացեց ձեզի կարելի բարգությունից որ պիտի փախչեք։ Ասում եմ մի ուղղափառ եկեղեցում, ուտե որ խոստովանություն է գնում, բոլոր ժողովուրդը գնում են, ասում են ինչ են արել, գնում են։ Սատանն էլ գնում, նստում քահանա մոտ սկսում է պատմել ինչեր արես, քահանան որ լսում ասում է դու ով ես, ասում է Սատանն եմ, սոբախես եկե։ Դա ասում է իրանք ինչ ոնց որ պատմում են, ես էլ եմ պատմում ինչ եմ արել։ Խոստովանությունը միայն պատմել չի քո արարքը։ Խոստովանության մեջ մտնում է զղջում, որ դու զղջում ես քո արարածի համար, եւ Առակաց գրքում այսպիսի համար կա։ Այդ համարը կուզեմ կարդամ 20 Առակաց գիրք, ուրեմն 28-րդ գլուխ 13 խոսքը։ Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի գտնի, բայց անոն խոստովանող մեկի ձգողը ողորմություն կգտնի։ Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի գտնի։ Ծածկել միայն չի նշանակում չխոստովանել։ Դու կարող ես ընեց ես խոստովանը, որ չիմանալ ինչ ես արել։ Ես ճամբարում շատ եմ դենց հանդիպել։ Ասենք, ամաչմա մարդը այդ կարողությունը չունի, առաջի օրը եկել է, եղբայր ջան, դե մենք բոլորս մեղավոր ենք, բոլորս էլ մեղան չունենք, ասում եմ այո, ճիշտ ես ասում։ Դե եղբայր ջան, մեղավոր ենք, ասում եմ այո, բայց իր մեղքը չի ասում։ Դե ասում է ես գնամ, ասում եմ գնա։ Գիտեմ, որ այդ պատրաստ չի խոստովանց։ Հաջորդ օրը գալիս է մի քիչ չակերտները բացում։ Հասկացնում է որոշ, չի ասում բուն մեղքը։ Հասկացնում է, որ ես բան եմ արել։ Ասում եմ, դե ասում եմ գնա, քուր ջան։ Գնաց, երրորդ օրը եկավ, Սուրբ Հոգին, մտավ Աստծո ներկայության մեջ, այդ դաշտի մեջ մտավ, եկավ ոնց որ կար ասեց, զղջաց իր արածի համար, ոնց որ կար, գրված է, չէ՞, գողություն, սպանություն, շնություն, չարաշք եւ այլն, ամեն մեղք իր անունն ունի։ Դու ինչ որ անում ես, դու զղջա դրա համար, ասա եղբայր ջան, ես այս բանի մեջ եմ։ Եղբայրները դրված չեն նրա համար, որ ձեզ պիտի դատապարտեն։ Սպասավորը դրված է, որ քեզ կարող է օգնել այդ վիճակից անի։ Դա համար որ խոստովանություն անում ես, դու ոնց որ կա, եւ երբ որ եկա, ոնց որ կա, խոստովանես, այդ մարդու դեմքը փոխվա, ուրախ գնաց։ Համար սովորեք ճիշտ խոստովանություն անել։ Եվ երբ որ մենք կեղծավորություն ենք անում Աստծո առաջ, Տերը դա տեսնում է։ Բայց ասենք երբ որ ասում է, ճիշտ խրատ եք տալիս, ասում եմ ձեր տարածքում ո՞ր եղբոր հետ ես կարողանում, դու անկեղծ կիսվես։ Դե ասենք ասում այս եղբոր հետ։ Ասեմ արի կրնի մենք իրան տեղակ, բայց ես կասեմ քո կարգավիճակը։ Տեսեք, մեղավոր կնոջը բերեցին Հիսուսի առաջ։ Այդ մարդը կներեք այդ կյանքով ապրող կին էր։ Նես չի մի անգամ էր դե։ Բռնեցին, բերեցին։ Հովանու ավետանում այս համարը կա 16-րդ գլխում Սուրբ Հոգին գա հանդիմանի մեղքի համար։ Տեր ասեց ձեզանից անմեղեղով թող առաջինը քարը գցի։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիրը, որ բոլորը քարերը գցեցին, չեկան Հիսուսի մոտ։ Զղջային իրանց սխալները խոստովանեն, հեռացան։
Մենակ այդ կինը մնաց։ Այդ կինը որ մնաց, Տեր ասեց, ուր են քեզ մեղադրողները։ Ասեց չկան Տեր։ Նա պատրաստ էր մեռնելու, գիտեր ուղի մանար։ Տեր ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Բայց այդ կինը ընդունեց, որ ինքը տենց է։ Ասեց գնա, այլևս այդ կյանքում մի հավ։ Նամասվան մեղքը խոստովանողը և մեկդի գցող, այսինքն քո կյանքում կարող ընթաց լինի դու այդ մեղքի դեմ պայքարես, բայց հետո այդ մեղքից դու ազատագրվում ես։ Սա ճիշտ հոգևոր վիճակն է։ Բայց եթե դու տարիներով խոստովանում ես ու մնում ես այդ մեղքի մեջ, մի բան քո կյանքում ինչի, որ դու չես ազատագրում։ Գրված է մեկդի գցողը։ Կներեք Դավիթի մասին մենք շատ ենք ասում, իր հանցանքի համար որ Բերսաբեհ ընկավ մեղքի մեջ, չէ՞։ Հետո որ Տեր Նաթան Մարգարետյան հանդիմանեց, նա խորապես զղջաց, դրա համար Սաղմոս էլ կա գրված, իր աղոթքը, եւ դրանից հետո մենք նայում ենք Դավիթը նման մեղքի մեջ ընկավ, թե ոչ։ Այդ հարցը իր մեջ լուծված։ Մեղքը խոստովանողը եւ մեկդի գցողը։ Համար տեսեք այդ համարը որ գրված, ասում է Սուրբ Հոգին կգա կհանդիմանի մեղքի համար։ Հայերենում հանդիմանել ռուսերեն գրած է обличать, ցույց տալ քո սխալը, քո ներսը, քո վիճակը, խորապես ցույց տալ քո էությունը։ Սա է Սուրբ Հոգու գործը։ Ես հիշում եմ որ նոր է ապաշխարում, մենք գարաժ ունենք ընկերը դες մի 6 տրուբա էր բերել գարաժում, անցավ 2 տարի ես ապաշխարեցի, իր հերը հենց իր ածագանում է Գեբելս էր, նույն չափ մարդ էր, որ Գեբելս տրեն ածագանում պատյացել։ Վերջը մի օր եկավ ասեց, այդ իմ տրուբեք ուր են, ես էլ նայում եմ գարաժում չկա, ասի, չգիտեմ, կպավնձի, ինչ ասես, վերջը բան ասեց, ես էլ դե հավատքի մեջ եմ, ձեր չեմ կպրանեմ, ձեն չեմ հանում։ Գնաց ասի Տեր ջան, ես ինչ փորձություն եմ։ Նայում եմ հանգարց այդ մարդը տունը չնի, լուսամուտից չնայի, կողտու գնում եմ գարաժը բացեմ, որ բամ դվերստեմ ինքը գալիս։ Ճանապարհից ես մարդուց ոնց բացեմ։ Գալիս այն ես մտրուբեկս դու գող ես, դու հավատացյալ ես, դու վերջը ինչ ասես ասում։ 4-րդ օրն էր երբ եկավ, էլի սկսեց խոսալ, ես ես կանգնած շփթում եմ, ինքը ասում է Սուրբ Հոգին կհանդիմանի։ Մեկ այդ վաղ Տերը խոսեց, ասես նայի քո վիճակը, հետարքի է չասեց, ինքը նայից չարա, ինչեր է քեզ ասում, ասես նայի քո ներսը, և ինձ ես ցույց տվեց իմ ներսը, ես արտակնապես շփթում եմ, բայց ներսս այդ մարդում ատմը, որ հավատքի մեջ չնա, հենց այդ կթաղի այդ մարդում, սենց ասեմ, ես իմ ներսը տենց եմ տեսնում։ Հիմա այդ որ Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց իմ ներսը, տեսեք, բայց Սուրբ Հոգին որ ցույց է տալիս, ինքը քեզ չի ամաչացնում, քեզ խայտարակ չի անում։ Ես որ իմ ներսը տեսա, էլ ես այդ մարդը ինձ չեր է դարձնում, ինչ էր ասում, ասում եմ Աստված չա, ես ինչ կեղծավոր մարդ եմ։ Բայց այդ որ Տերը ցույց տվեց, հանդիմանեց, այսինքն ցույց տվեց իմ ներսը, ինքը իմ ներսը բժշկեց։ Որ նա լուսավորում է, ինքը ուզում է քո ներսը բժշկի։ Եվ այդ ես նստա այդ բարձուրին ինձ ներսով լաց է, ասի Տեր, խնդրում եմ իմ ներսը փոխա։ Հետո ասի Տեր Աստված, լավ այդ տրուբեկի չէ, այդ մարդու իրական մարդու չեմ տվել։ Հետո իմ գարաժը որ շոկ է, ես դվտեր իրար վրա է դրել, դիվտը քաշի տենամ այդ տրուբեկը դվտերի արարն էլի, ասի փառքես Տեր։ Երբ որ իմ ներսը Սուրբ Հոգին լուծեց այդ հարցը, տրուբեկն էր գտնվում։ Հաջորդ օրը եկավ այդ մարդը, հենց բերանը բացեց ու մեր խոսել, ասի կանգնի։ Ասի արի նայա, որ դու ինձ ասում ես գող եմ, սենց եմ ասի, բացեցի ցույց տվեցի տեղ, ասի տես որ ես չէ, ուղղակի տեղ եք դրել չեն երևում։ Դե ասի մա քո տրուբեկը վերցա տար, մարդը վերցեց տար։ Կհանդիմանի, այսինքն կլուսավորի, ցույց կտա, որպեսզի քո ներսը բժշկությունը։ Այս Սուրբ Հոգու գործը սա է երիտասարդներ ջան։ Դրա համար երբ որ Տերը ձեզի ցույց է տալիս քո վիճակը, դու մի ամաչի։ Արի ոնց որ կա, իրա բառերով դու խոստովանի։ Հիշում եմ մեր մոտ մի երիտասարդ կար, ամաչում էր։ Այսօր բոլորը կարող է, մենք բոլորս դրանով անցել ենք։ Սատանան ամոթ կբերի, որ իմանան քո մասին ինչ կարծիք ունենան եւ այլ, եւ դու քո հանցանքը ծածկում ես, մարդկա տարիներով ծածկում է։ Հովսեփի եղբայրները 22 տարի ծածկեցին։
Այդ մեղք իրանց կրծում էր։ Երբ որ գնացին Եգիպտոս եւ իրանց Հովսեփնից ասած որ մի տեղ մնացին բռնվան ասեց էդի մեր եղբոր հանցանքի համար են մենք հիմա պատժվում 22 տարի անցել էր բայց այդ մեղքը մեկը մնացել է իրանք ծածկել էին դրա համար ինչքան ուզում ես մեղքը ծածկի այդ մեղքը քեզ կրծելու է մինչև դու զղջաս կաս խոստովանության բանը խոստովանես որպեսզի պրծնես մի խատնվեք նրանով, որ ես Աստծուն խոստովանում եւ պրծնում, դες բան չկա սուպերում։ Շատ համարներ մենք կարող ենք ասել, գործ կառակելություն, որ սա գնացին, իրանց մեղքերը խոստովանեցին։ Ո՞ւմ մոտ խոստովանեցին, առաքյալների մոտ խոստովանեցին։ Հին ուխտում էլ շատ կետեր ունենք, ուղղակի ժամանակի պատճառով այստեղ չեմ ուզում կանգ առնել, որ իրանց մեղքը գնում են Քանանի մոտ խոստովանում էին։ Եվ Քանանի չեր անում, դա իմանում էր այդ մեղքը։ Ձղճալ եւ թողնել Քո արարքը թողնել։ Դա համար երբեք ամոթը կարող է բերի, եւ այդ երիտասարդը որ ասում է, ինքը սկզբից գրում էր այդ խարիզմատական եկեղեցի։ Հիմա բացվել է իր մեղավորությունը, անկեղծ եղբայրը վերջը դեր այցելել, հիմա այս մարդը տեսել է իր վիճակը, հիմա իր մեջ sense հասունացել է, մարդ ուզում է խոստովանություն անի, որ պրծնի։ Հիմա գնում է իրանց, ասում են, Աստծուն ասա է պրծի։ Մարդը գալիս է ծնկի Աստծո առաջ մատեր ջան ես եմ արել, բայց մեղքի ծանրությունը իր հոգու աշխարհում զգում է, որ մեղքը չի ներվել, մեղքերը չի ներվել։ Գնում ասում է չէ, մեղքերը ինձ կրծում է։ Դե ասում են գնա Հովին ասա։ Գնում է Հովին պարանն է խոստովանում։ Սա մի հոգի գնում է, ասում է եղբայր ջան, գետինը պարան էր գցած, պարանը վերցի բերի մեջ դու։ Դե ասում է պարանը ոչինչ։ Բայց չասեմ որ պարանից երին կով կարգաված։ Այդ եղբայրը գնում այլ ասում է դե եղբայր ջան, մարդը ների մեղք են։ Դե ասում է Աստված ներվա գնա, բայց մեղք էլի իրան կրծում։ Եկա մեր մոտ պաշտամունք, արդեն մի երկու ամիս է մեր մոտ էր գալիս, իր տեղը չէր գտնում, իր հոգու աշխարհը ասենց ահավոր էր։ Սուրբ ոգին այցելություն արեց, մտավ Տիրոջ ներկայության մեջ, տեսեք։ Եկավ ասեց, ես պիտի խոստովանություն անեմ, բայց ամաչում եմ։ Ասի ուշադիր լսի ինչ եմ ասում։ Ասի մեզ չի հետաքրքրում ձեր մեղքերը։ Մենք շատ բաներ ենք լսել, բայց ոնց որ կա, դու ճիշտ խոստովանություն արա, որ դու պրծնես։ Այս մարդը իր մեջ ուժ գտավ, լացով խոստովանեց իր արարքը, կանանք, երբ որ աղոթք արինք, ինքը իր հոգու աշխարհում շոշափելի զգաց, իր մեղքերը վերցավ, ներվավ, Տերը ջնջեց։ Արդյունքով ասեց ես պրծա։ Ես պրծա, ուրախ գնաց իր տուն։ Երիտասարդներ ջան, ձեր մեղքերը ինչքան էլ բայես կտանես քո տուն, մեկը քո խժմտանքը քեզ հանդիման է։ Դրա համար շատ կարևոր է, որ դու իրոք տեսնում ես քո արարքը, դու զղջում ես, դու ճիշտ խոստովանություն արա, որպեսզի դու ազատ գնաս։ Այդ մեղքը, որ մնում է քո կյանքում, դա արգելք է, որպեսզի դու Աստծո հետ հաղորդակցվես։ Դա համար սատանան ամոթ էլ կբերի, ամեն բան կբերի, որպեսզի դու նորից չվերականգնես քո հաղորդակցությունը Աստծո հետ։ Կապը չլինի, դու կդրված լինես։ Եվ ամեն գիշեր որ պարես քնելու, այդ մեղքը քեզ կրծի։ Դա համար մեղքը խոստովանող է եւ մեկդի ձգող հաջողություն կգտնի։ Դա համար Սուրբ Հոգին տեսեք, մեզ բերել այս վայրը, որպեսզի ինքը քո ներսում ինչ անի, պատրաստի քեզ լուսավորի, դու տեղ տուր Տիրոջը, որպեսզի դու իրականում զղջաս, ոնց որ կաս խոստովանում, դու ազատ գնաս քո տունը, եւ այդ ազատությունը դու դա պահես։ Սա ճիշտ է, ուրիշ ընթացք է ազատությունը պահել, բայց մենք խոսում ենք խոստովանության մասին, ճիշտ խոստովանության մասին։ Դա համար երիտասարդներ ջան, թող Տերը մեզ ուժ ու կարողություն տա, տեսեք, որտեղ Հեսուի օրոքում տեսեք, երբ որ Աքարը մեղք էր գործել, ինքը իր անձանքը չհայտնեց։ Հայտնություն եղավ Հեսուին։ Գնացին, վերջը վիճակ գցեցին, ընկավ Աքարի տան վրա։ Դե ասեց հիմա պատմի ինչ ես արել։ Ամբողջ ժողովրդի առաջ պատմեց, բայց հարկոցվավ։ Ինչի համար, որտեղ այս մարդը ինքը չեկավ ասել նման հանցանք է արել։ Բայց ճիշտ է, երբ որ տեսեք, դու Սուրբ Հոգու
տիրոջ ներկայության դաշտի մեջ ես մտնում Սուրբ Հոգին լուսավորում է քո ներսը։ Դու գալիս ես ընկնում ես տիրոջ առաջ։ Այդ ժամանակը քո կյանքը փոխվում։ Այդ ժամանակ ես դու տեսնում քո սխալները։ Ես շվեմ մի անձնավորություն մի քույրիկ կար եկավ ասեց աղջկաս համար ասեց շատ վատ է հոգեկանը խանգարվել էր։ Ասեց բերեմ մի հատ աղոտ կարեք։ Դե ասի բերեք, դե նստած էր։ Եկավ ասեց ծիծաղալով, ծռմռվելով, վերջը տեղում չէր։ Եվ հետաքրքիր է, որ պետք է աղոտ կանեն, մեր եղբայրից մեկը տեսիկ տեսավ։ Ասեց քո ախպեր, ասեց ինքը կներեք շնության մեղքի մեջ է եւ աբորտ արել։ Երբ որ եկա, ասեց դե ինքն աղոթեք, որ ես լավանամ, ասի դու չես զղջում քո մեղքի համար, ասի դու նման չարություն ես արել, եւ ասեցի թեքվավ միանգամից տպավ մոր, ասեց խես խաբար տվել։ Մենը խաբար չէ, ասի մորդ հանգիստ թող, ասի մեզի Տերն է ցույց տվել, տեսիքով եղբայրը տեսել է։ Ասի դու պետք է զղջաս քո արածի համար, որ ազատագրվես։ Թողեց հեռացավ, դենց էլ չզղջաց։ Դա համար որ մեղքը խոստովանողը հաջողություն կգնի։ Հաջողությունը, որ դու Տիրոջ հետ ես ապրում, մտնում ես Աստծո ներկայության մեջ, քո կապը, հաղորդակցությունը Տիրոջ հետ է վերականգնում, դրանից առավել բան կա, երիտասարդներ չկա, որ դու Տիրոջ հետ ես քայլում։ Աստծո ներկայությունը կա, Սուրբ Հոգին քեզ ինչքան հանդիմանում է, դու դրան տեղ չես տվել, բայց հիմա Սուրբ Հոգին իրան գործն անում քո կյանքում, դու զգում ես, այդ ազատությունը դու ստացել ես։ Դա համար շատ կարևոր է մտնեք Սուրբ Հոգու դաշտի մեջ, անկեղծանաս Տիրոջ առաջ քո ներսը բացես։ Մինչև մենք չենք մտնում, մենք չենք տեսնում մեր ներսը։ Երբ որ ես նոր է գնում պաշտամունքի, նայում եմ դե մեր քաղաքին մարդկանց ճանաչում եմ, ասում եմ, մարդրան ո՞նց է թողում գալու պաշտամունքի։ Բայց դրա մասին խաբար չեն։ Բայց երբ որ Սուրբ Հոգին բացեցին մեղքերը, ասի Տեր Աստված, լավ անձի թողում են, որ ես գամ։ Լավ ինձ թողում են, որ ես գամ պաշտամունքի։ Երբ որ ես առաջի անգամ գնացի խոստովանություն անելու, մեր Վազգեն եղբայրներ, երբ որ խոստովանեցի բրծա, եւ սպասում եմ տատա վճռին։ Ես սպասում եմ, որ ինձ ասել, դու էլ հավիտյան եկեղեցի չմտնես, քո ոտդ եկեղեցի չտնես։ Դու մոռաց ինչ բան է եկեղեցի։ Ես այդ որոշումին էի սպասում։ Երբ որ խոստովանեցի բրծա ու աչքերս sense ոնց որ sense փակ, սպասում եմ, որ եղբայրը դատավճիռը քարտա ասի։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց գնա, Տերը քեզ սիրում է։ Ես քան գարասի ու վերջ Վազգենախբեր, բա մի հատ պատիժ, ասեց չէ եղբայր ջան, գնա, Տերը քեզ սիրում է։ Ես գացի վրայից ոնց շոշափելի այդ մեղքերը որ մեր վրա ծանր բերի նման է։ Դու քո հոգու աշխարհում դա զգում ես։ Երբ որ մեղքը ներվում է, դու զգում ես այդ ծանրությունը քո վրայից հեռացավ։ Ես գացի, չգիտեմ, 2 տոննա ասեմ, 100 տոննա այդ բերի վրայից գնաց, ես ազատ, ուրախ դուրս եկա, ես հասկացա, որ նա Քրիստոսի սերը եւ իր ողորմածությունը։ Դրա համար երիտասարդներ ջան, մենք հիմա պետք է կանգնենք աղոթքի, աղոթ կանենք, որ մտնենք Տիրոջ ներկայության մեջ, որ թող Սուրբ Հոգին ինքը աշխատի մեր վրա, ցույց տա մեր վիճակը, ինքը ցույց է տալիս ոչ թե քեզ խայտարակ անելու, հապա քո հոգու աշխարհը լուսավորելու։ Եվ անցած տարի մի քույրիկ եկավ, ես լուրջ պրոբլեմ ուներ, խոստովանեց, զղջաց, իր համար աղոթ կարի, բայց նենց չեմ հիշում չէր, բայց ամաչներ էլ իր արած հիմար։ Հիմա հաջորդ օրը եկավ, ասեց քո ախպեր, ասեց մի հատ բան էր ուզում, ասի ես չեմ հիշում, ասի դու երբ ես եկել, ասեց բա 3 օր եկա, հա ուզում եմ հիշեցնի, ասի այգու ճիշտ ասած չեմ հիշում, դու ինչ ես խոստովանել, ասեց լուրջ ես ասում, չես հիշում, ասի չէ, ասեց փառք ես Տեր, որ ես չեմ հիշում, նենց ուրախացա, որ ես չէի հիշում, էլի նստավքի սպավ զրուցեցի, երիտասարդ ջան, մենք ձեր հարավները հավատացեք, չենք էլ ուզում հիշել, Տերն ա վերցնում, դրա համար ես կխնդրեմ, որ մենք հիմա պիտի կանգնենք աղոթքի, անկեղծ աղոթ կար, ասա Տեր, այցելություն արանցի, մի տարի եկել եմ, ես կարող մեղքի մեջ, հեռախոսի կապերի մեջ, կապանների մեջ, շատ այնքան բաներ կարող եք ասել, մենք շատ լավ գիտենք դուք ինչերի մեջ եք, սենց ասեմ, որտեղ այսօրվա երիտասարդության պրոբլեմ մենք շատ լավ գիտենք,
հեռախոսի մեջ, սիրարական մեղքեր, անհավատների հետ եւ այլ եւ այլ։ Ասես որ խմարգը մենք շատ լավ գիտենք, վերջը խոստովանություն են դերում, ձեր աշխատանք եք տանում։ Հիսուսը Պետրոսի նավակի մեջ էր։ Խոսեց բրծավ, ընկավ այդ նավակի մեջ, ասեց ինձանից հեռու գնա։ Ես մեղավոր մարդ եմ, բայց Տերը չասեց դու մեղավոր ես, ես քո հետ գործ չունեմ։ Ասեց ես քեզի մարդկանց որսորդ դարձնեմ։ Մեղավոր մարդկանցից Հիսուսը չի եղանում։ Նա սիրում է մեղավորին։ Մեր մեղքերը չի սիրում։ Քաղաքի ամենամեղավոր կինը, որ գնաց, փարիսեցին չեր ուզում ընդունել։ Բայց Հիսուսը թողեց իր ոտքերն լվաց, արցունք, ասեց գնա, քո մեղքերը քեզ ներված է։ Մեր քաղաքում մի հատ տես մեղավոր կին կար, երբ որ եկան նստավ պաշտամունքի քույրիկների մեջ, երկու ռյալ քույրիկները ելան գնացին, ինքը դե մենակ մնաց։ Մեղավորի մոտ չեն ուզում նստել, հետո ասի քուրեր ջան, այդ խի փախակ է մարդուց, բայց դու գրքում գրված է, այդ մեղավոր կինը որ եկավ, Հիսուսը իրան ինչ արեց, բերեց։ Մենք կանենք հիմա որ մեր անձերը բերենք Տիրոջ առաջ, զղջանք Տիրոջ առաջ, մեր ապրած կյանքի համար, թող Սուրբ Հոգին քո ներսում այդ գործը